Բարև ձեզ հարգելի հեռուստատոներ, հեռանկարի հյուրն այսօր տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ Սամվել Մարտիրոսյանը, բարև ձեզ, պարոն Մարտիրոսյան, շնորհակալ ենք մեր հրավերը ընդունելու համար։ Գնալով մեր հասարակությունը կարծես թե ավելի խոցել է, ավելի անպաշտպան է դառնում ինտերնետ տիրույթում, դա երևի թե նրանից է, որ նորագույն տեխնոլոգիաները շատ ավելի արագ են զարգանում, քան մեր մեդիա գրագիտությունը։ Դե առաջինը իհարկե մենք շատ ինքնախարազանող ժողովուրդ ենք, բայց ուզում եմ ասել, որ չմտածենք, որ ուրիշ երկրներ ունեն շատ բարվոք վիճակ է, իսկ մենք ընկած ենք խայտառակ ինչ-որ բանի մեջ։ Այսինքն գլոբալ խնդրեմ է ամբողջ աշխարհի համար։ Այո, մենք միջին խայտառակության մեջ ենք գտնվում, չնայած մեր մոտ կան ինչ-որ մի քիչ ավելի վատ լինելու պատճառներ, առաջինը, որովհետև մենք շատ բարդ աշխարհաքաղաքական դիրքում ենք այս պահին եւ բացի այն ստանդարտ կիբեր զեղծարարները, հանցագործները եւ այլն, մեզ մոտ նաեւ օտար երկրային դրսի ազդեցություններ կան, պլյուս մեզ մոտ ընտրություններ են սպասվում, դա էլ հետնա քաոս ավելացնում ընդհանուր դաշտում ու նաև մի կարևոր բան էլ մենք եթե օրինակ վերցնենք միջին արևմտյան երկրները, որոնք մեր տնտեսական զարգացվածություն ունեն մոտավոր, մենք մի քիչ հետ ենք ընկած, որովհետև առնվազն մենք հիշում ենք այն վատ տարիները, երբ որ կապը շատ վատն էր, շատ թանկ էր, որովհետև մենաշնոր էր, ու դա շատ երկար տևեց, այդ պատճառով մենք մոտավորապես 2010-ից սկսեցինք քիչ-քիչ ինտերնետ մտնել, հələ одноклассникիով եւ այլն։ Բայց շատ երկրներից էլ առաջ ենք։ Հիմա հա, բայց ոնց որ մեր հասարակությունը շատ ոնց որ մի անգամից է ջուրը նետվել, դրա համար ինչ որ բաներում դեռ հում ենք ու շատ խաբեություններ, որ օրինակ նույն Ռուսաստանում, Ուկրաինայում, Ղազախստանում արդեն մի քանի տարի է կան, մեր մոտ նոր են գալիս։ Բայց մյուս կողմից դա նաև լավ է, մենք գոնե կարող ենք իմանալ ինչ է ստեղ գալու ու նախապատրաստվենք, չնայած մենք նախապատրաստվող ժողովուրդ չենք այդ առումով։ Այսինքն կիբերանվտանգության պահով ինչ-որ միջանկյալ, եթե այդպիսի դասակարգում իհարկե կա ինչ-որ միջանկյալ, ուզում ասեմ, դա իրավիճակը սարսափելի է աշխարհով մեկ էլի, ասենց ասեմ։ Եվ գնալով ավելի սարսափելի է դառնում, իսկ հասարակությունը ավելի խոցելի։ Այսինքն մենք այդպիսին է տենդենսը։ Հա, տենդենսը այդպես է, որովհետև մենք պետք է առաջինը լավ գիտակցենք, որ այլևս աշխարհը չի լինելու այն հին ձևով եւ զեղծարարությունները գնալով շատանալու են։ Այսինքն մենք դրան պետք է օրինակ գիտակցաբար պատրաստվենք։ Այդ մեկ։ Երկրորդը, այդ ցանկոտ ծրիվ կիբեր զեղծարարները արդեն ընկել են միջազգային մաֆիոզ խմբերի ազդեցության տակ, հավաքագրվել են եւ սա շատ ավելի կոորդինացված աշխատանք է, այդտեղ աշխատում են միլիոնավոր մարդիկ, բառից բուն իմաստով աշխարհով մեկ եւ տասնյակ միլիարդավոր դոլարների շրջանառություն ունեն, այսինքն մենք պետք է հասկանանք, որ մեր դեմ աշխատում են շատ պրոֆեսիոնալ, համ քանակով, համ որակով լուրջ թիմեր ու որ սենց նստենք լավ չի լինի, պլյուս դրան նաև մեր երկիրը, ինչպես ամբողջ աշխարհը գնում է դեպի ավելի շատ թվայնացում, այսինքն մյուս տարի որ հանդիպենք այսօրը մենք խոսենք ինչ-որ նոր խնդիրների մասին, որովհետև լիքը բան էլի թվայնացած է լինում, տեսեք օրինակ նոր պետությունը թվայնացրել է մեքենայի գնումը, երեխայի ծնունդը գրանցումը եւ աշխատանքային պայմանագրերը։ Այո, եւ շատ բաներ մոտակա մի տարվա մեջ բազմաթիվ գործառույթներ թվայնացվելու են։ Մեր կյանքը դա հեշտացնելու է, բայց մյուս կողմից հանցագործները մտնելու են մեջտեղը, փորձեն դրանց օգտագործել։ Եկեք մի քանի այսպես կոնկրետ օրինակների վրա նշենք, թե ինչ խաբեություններ, ինչ զեղծարարություններ հիմա այս վերջի շրջանում ավելի շատ են պատահում եւ փորձեք զուգահեռ փոքր ինչ-որ խորհուրդների տեսքով մարդկանց իրազեկել։ Ես օրինակ տեղյակ եմ, որ
տարբեր պետական գերատեսչություններից, օրինակ նախարարություններից, ինչ որ մարդիկ զանգում են, իբր ներկայանում են այդ նախարարության աշխատակից եւ մարդկանցից փորձում են ինչ որ տվյալներ, անձնական տվյալներ այդ թվում կորզել եւ ինչ որտեղ հավանաբար ստացվում է դա։ Դե այդ դեպքում պատմեմ են ամենաթարմ բաները, որտեղ կան բաներ, որ անընդհատ են, օրինակ հայ post-ից կեղծ SMS-ը դա կար ու լինելու է։ Հենց այս պահին այդ ձեր ասած զանգերն են WhatsApp-ով, Viber-ով, ընդ որում այստեղ ակնհայտ է, որ շատ խորացված թիմ է աշխատում։ Այսինքն եթե օրինակ այդ նույն հայ-post-ի դեպքում իրանք մի քանի 100,000 հայաստանցի ուղարկում են SMS-ը, հիմա ում կպավ։ Այստեղ շատ թիրախային է, օրինակ կրթության նախարարության ԿԳՄՍ-ի անունից զանգերը գնում են կոնկրետ ոլորտի մարդկանց։ Առողջապահության նախարարությունից կոնկրետ բժշկական ոլորտի։ Այսինքն դա նշանակում է, որ հանցագործները զննել են դաշտը, գիտեն ով է, եւ փորձում են օգտվել այդ առիթից։ Կամ օրինակ մի հատ ուրիշ ձև կա, որ էլի ոլորտային է։ Օրինակ գլխավոր բժշկի անունից կամ նախարարի կամ օրինակ ճարտարապետական ոլորտի ինչ որ մարմնից ստուգող ինչ որ հայտնի կարևոր մարդու անունից WhatsApp-ը գրանցվում կեղծ։ Ու մարդկանց հետ կապնվում են, սկսում են այդպես խոսացնել, ընդհանրապես խոսացնողից երևում է, որ ինքը գիտի ում հետ է խոսում, գիտի ինչ որ նախապատվություն է, այսինքն այդտեղ շատ վտանգավոր է այդ առումով, որ այդ նշանակում է, որ այդ աշխատողները մեր դեմ շատ խորը պատկերացում ունեն։ Ավելի խորը կան մենք կարող է ինչ որ դեպքերում պատկերացնենք մարդկանց միջև կապերը։ Հետո ասում են ԱԱՑ-ից կզանգեն, որտեվ քո անունով Ադրբեջանից փող է փոխանցվել, բայց ոչինչ, դու համագործակցի լավ կլինի, կամ քո անունից է Ադրբեջան փող գնացել մի քանի միլիոն դոլար եւ այլն։ Մարդուն տենց կիսախոճապային վիճակի մեջ են գտնում, հետո զանգում են։ Այդ զանգողը ռուսերեն է խոսում, բայց ակցենտով, որը մոտավորապես կարելի է ենթադրել հյուսիս կովկասյան ակցենտ։ Եվ համոզում է փողերը հանել ու փոխանցել իբր ԱԱՑ-ի ինչ որ մի անշար անվտանգ հաշվ։ Ու այստեղ էլի չնայած զգուշացումներ լինում են եւ այլն, բայց ամեն անգամ լսում ես, որ էլի մարդ փող կորցրեց եւ այլն, որտեղ մարդիկ ուշադիր չեն sense բաներին, իսկ հարցակվողները շատ լավ հոգեբանական աշխատում են, ճիշտ ձևի էմոցիաները, մեկ վախը, մեկ հակառակը, ոնց որ դրական էմոցիաները ոնց խաղացնելով։ Այսինքն չես կարող հենց այնպես անջատել, հեռախոսազանգը կամ արհամարել մի խոսքով։ Դե կարող ես, բայց նենց են անում, որ ուշադրությունը գրավեն, ու ոնց որ այն ոստիկանները ստանդարտ բան կա, չէ՞, չար ու բարի ոստիկան, հա, որ մարդուն sense ոնց որ սառից տակը, տակից սառը, ոնց որ կոնտրաստ ցնցուղի մեջ է գցում ու մարդը ոնց որ շողորից ընկնում է։ Դա ո՞րն է պաշտպանությունը, պաշտպանական միջոցը, ինչ անել մարդկանց։ Հա։ Իրականում խնդիրը այստեղ նայում է, որ մարդիկ ցավոք սրտի, բայց պետք է կասկածամիտ լինեն այսօր։ Այդ մեկ։ Երկրորդը, երբ որ քեզ ինչ որ շատ տարօրինակ հարցում են, դիտում օրինակ էս մեկը, հա, կամ օրինակ էլի հիմա շատ տարածվող բան կա, կառավարության անունից իբր մի հատ հավելված է հեռախոսի տարածվում, որ ամեն ՀԴՄ կտրոնը քեշբեքի համար, ՀԴՄ կտրոնը սկանես ամ քեշբեք է ստանում։ Մարդ պետք է հասկանա, որ կառավարությունը իր հետ չի նստելու WhatsApp-ով խոսա, ինչ որ երկար բարակ բաներ բացատրի, ֆայլ ուղարկի։ Եթե մեծ հաշվով մարդ պետք է հասկանա 3 իրավիճակ։ Իրավիճակ A, երբ որ իրան ահավոր ուրախացնում են։ Օրինակ, սուպերմարկետների ցանցը իրան գրում է, որ մեքենա է շահել, անկապ տեղը, մարդ իր համար տունը նստած է, այս ուրախացնելն է։ Երկրորդը վախացնելը, հա։ Բայց կան չէ խաղարկություններ, մարդիկ կարող են հավատալ, իրականում 1-2 խաղարկություն լինում է, բայց հազարավորների ուղեկվելը կարող է ազդել։ Այդ խաղարկությունները ենթադրում են, որ պետք է ինչ-որ տեղ գնաս, ոչ թե գրես,
Facebook-ում քեզ ասեն մեքենայի գույնը գրի, հեսա բերում ենք։ Մարդը էմոցիաների տակ չի կարող իրեն կառավարել։ Եթե դες շատ են ուրախացնում, շատ են վախացնում, օրինակ հեսա ածեն գալիս է, որտեվ Ադրբեջանից փողեր են քեզ եկել, մեկ էլ երրորդը, երբ որ քեզանից արտարոց շատ անձնական տվյալ են ուզում։ Օրինակ հեռախոսով զանգում են քո SMS-ով եկած կոդն են ուզում, կամ զանգում է ինչ-որ մեկը ով էլ ներկայանա, քեզանից ինչ-որ բանկային քարտի տվյալ է ուզում եւ այլն։ Այս 3 դեպքերում մարդ պետք է առնվազն սկսի կասկածել եւ փորձի ստուգել։ Օրինակ կառավարության այս հավելվածի դեպքում շատ բարձ ստուգելու ձև կա։ Եթե տենց բան գործարկվել է, կառավարության կայքի վրա պետք է գրած լինի մեկ վստահելի լրատվական աղբյուրներ, օրինակ Շանթի եթերում, Շանթի կայքում դրա մասին պետք է գրված լինի, չի կարող տենց բանը մենակ ինչ-որ Facebook-ում գրած է։ Շատ տեղերում գրված կլինի։ Երկրորդը պետք է եթե ձեզ ինչ-որ ծանոթ մեկը գրում է, բայց ասում է, իմ նոր համարն է, ու մի հատ ինչ-որ արտարոց բան ասում է, որ սա ԱԱՑ-ից քեզ կզանգեն եւ այլն։ Երևի արժի այդ մարդուն այն հին համարով մի հատ զանգել, համոզվել արդյոք դա ինքն է թե ոչ, հա։ Այսինքն մենք փոքր երկիր ենք, այդ հայեշտագ ունե համարով չէ, Facebook-ով, Instagram-ով, TikTok-ով այդ մարդուն գրես, գտնես եւ փորձես հասկանալ դա ինքնաթիռ չէ։ Պարզ է, հայ հիմա կարծես թե արհեստական բանականությունը այս մեր մի կողմից հրաշալի բան է, կարծես թե շատ շքեղ երբեմն տեսանյութեր, նկարներ, ինչ-որ պատմություններ, հա, չգիտեմ, կինոներ, ձայներ, երգեր, որոնք ավելի լավն են, քան մարդկային կատարմամբ կամ մարդկային ինտերպրետացիա, բայց մյուս կողմից սա ևս ես ինչքան հասկանում եմ, իր մեջ մեծ վտանգներ է գեներացնում մարդկանց մոտ, նաև մեծ վախեր, որովհետև հիմա ցանկացած համացանցային տիրույթում, եթե ինչ-որ տեսանյութ ես տեսնում եւ եթե քեզ շատ է դուր գալիս, արդեն սկսում ես կասկածել, որ սա հաստատ արհեստական բանականության ստեղծված ինչ-որ բան է, ես չգիտեմ, սրա դեմ պետք է ուրախանալու այդ մեկտեղ նաև պայքարել հարստական բանկ կամ նույն կերպ ասենք նախարարությունից զանգում են եւ որպեսի կասկած չառաջանա մարդու մոտ ինչ որ ծանոթ ձայնի միջոցով նույն աշխատակցի բան եւ դու արդեն հավատում ես որ այդ մարդը այն մարդն է որ այդ ամեն օր շփվում ես բայց դա արհեստական բանականությամբ գեներացված ձայն է Հեսա տեսականորեն եմ պատկերացնում, բայց հասկանում եմ, որ իրականությունում շատ պրակտիկ կարող է տեղի ունենալ։ Ցավոք սրտի այս գործիքները շատ հասանելի են հիմա։ Օրինակ այդ նույն ձայնի փոխակերպումը շատ հեշտ արվող բան է եւ արդեն կիրառվում է զեղծարարների կողմից։ Հատկապես որ բոլորից գրեթե ձայները կարելի է գտնել, որտեղ Instagram-ում գոնե մի երկու հատ ռիլ կա, որտեղ մարդ ինչ-որ մի բանի մասին խոսում է, այսինքն ձայնը կարելի է վերցնել, կլոնավորել։ Տեսքը Այս նույն կառավարության հավելվածը, որ ասում է, որ իբր կեղծ, հա, այդ սկանավորելու, դրա տեսանյութը հանրային հեռուստատեսության անունից տեսանյութ է սարքած, բայց ամբողջությամբ գեներացված է արհեստական բանականությունով եւ ամենայն հավանականությամբ ստեղծողը նույնիսկ հայերեն չգիտի էլ։ Ինքը ուղղակի այդ տեքստը գրել է, ենթադրենք աղաներեն կամ ղրղզերեն, չգիտեմ որտեղից է ինքը։ Եվ ուղղակի ասել այս նույնը սարքի հայերեն։ Դեռ կես տարի առաջ չէր ստացվի։ Լավ չէր աշխատում այս ամեն ինչը, բայց արդեն ու էսենց արագությամբ այս ամեն ինչը մտնում է մեր կյանք եւ ցավոք սրտի խնդիրը դառնում է, որ այսօր միջին քաղաքացին շատ դժվարությամբ կարող է ստուգել։ Արդյոք դա պես է թե չէ, որովհետև արդեն որակը շատ լավն է դարձել։ Դեռ մասնագետները կարողանում են ստուգել, բայց կարող է մի երկու տարի անցնի, մասնագետներ չկարողանա ստուգել եւ այստեղ ողջ ոնց որ բերը նստում է մեր գլխի վրա։ Այսինքն մարդ պետք է փորձի բանականությունը աշխատացնել, օրինակ, եթե ինչ-որ մի արտարոց տեսանյութ է, ամենաառաջինը մտածես որքանով է սա հնարավոր ընդհանրապես տեսականորեն, հետո փորձես այլ աղբյուրներ գտնել, դա էլ է կարևոր, հա։ Ու այստեղ նաև իհարկե մամուլի մեդիա ոլորտի աշխատանքն է լրջանում, որովհետև
ակնհայտ է, որ առանց փաստերը ստուգողների այսօր դատամիջոցը տակից դուրս չի գալիս, որովհետև լրագրողներն էլ են խաբվում, հա։ Չեն կարողանում տեմպի տակ առավել եւս, որ նորությունները շատ են, ինչ տեսանյութը արի ու հասկացի, հիմա սարկածա թե չէ, այսօր իդեալական կարելի է ինչ որ ռազմական կոնֆլիկտից տեսանյութ սարքել, հետո պարզվի օրինակ էր, ես հիշում եմ դեռ Թրամփը չէր ընտրվել, 2 տարվա պատմություն է։ Այն ժամանակ դեռ այս արհեստական բանականությունը այդքան լավ չէր սարքում ամեն ինչ։ Լավ մոտիկ էր, բայց այնց իդեալական չէր։ Նկարներ էր մեկը Twitter-ում գցել, ոնց են Թրամփին ձերբակալում, ինքն էլ գոռում, ճվում, ջղաձգվում է։ Լուրջ լրատվականները Ամերիկան դրել դա արտատպել էին։ Այդ ժամանակ, երբ որ դեռ աչքով լավ զգացվում էր, որ այն չի, բայց տեմպի տակ, որ հետ չընկնեն մրցակիցներից, դրել սղացրել էին, էլի։ Ժամանակ դա բարձր մակարդակով են արել, հիմա սովորական մարդիկ կարող են ինչ-որ ծրագրեր ներբեռնել եւ այդ ծրագրերի միջոցով ցանկացած ինչ-որ իրավիճակների մասին մոդելավորումներ դասարանցին կարող անեց մակարդակի կեղծիք սարքի, որը մի 20 տարի առաջ այնտեղ գլխավոր շտաբի հետախուզությունում էին ինչ-որ նստած մասնագետները սարքում, որ թշնամուն ինչ-որ ձևով խաբում։ Բայց տեսեք, այդ վտանգների հետ մեկտեղ կարծես թե պարադոքսը կա, որ հասարակությունը չի կարող անջատվել, հա, փոխվել այդ համացանցի, ավելի է խճճվում, ավելի է ներքաշում դրա մեջ, եւ դա թերևս ավելի մեծ ազդեցություն է թողնում, կարծում եմ նաեւ երիտասարդ սերունդի եւ երեխաների վրա։ Եվ առողջական տեսակետից, եւ չգիտեմ, մտածելակերպի հոգեբանության, ցանկացած իմաստով։ Դե վերջին տենց լուրջ խորացված ուսումնասիրությունները արդեն ակնհայտ ապացուցում են այն, ինչ որ տենց քթի ցակով մենք հասկանում էինք, որ այս կախվածությունը գնալով խորանում է, դա ազդում է մեր մտավոր ունակությունների վրա, ու ամբողջ օրը եթե նստես բուտմատով թերթես տեսանյութերը կարճ, դու չես էլ հասցնում հասկանալ ճիշտ էր, սխալ էր, ինչ էր, հա, արդեն օրվա վերջ այդ ամեն ինչը լցվում է քո մեջ։ Ավարտում ենք, պարոն Մարտիրոսյան, կարճ երևի կես րոպեից համաներում, եթե այս ամենին այսպես շատ հոռետեսորեն նայենք, կարծես թե աշխարհը բոլորս գլոբալ կործանման են գնում։ Դե Ես ուզում եմ դուք հակառակը ասեք, որ ոչ, այդպես չէ։ Ես համոզված եմ, որ կործանում չի լինի, ուղղակի կլինի հանրային պառակտում, այսինքն կլինեն մարդիկ, որոնք մաքսիմալ կտրվեն տեխնոլոգիաների այն վատ մասին ու տենց ինչ ասեմ, յոնջայացում կգնա, եւ մյուս մասը, որը առողջ կմոտենա, այս գործիքները կօգտագործի մաքսիմալ, որտեղ սա շատ օգտակար կարևոր գործիքներ են, բայց կփորձի իր ամենակարևորը բանականությունը պահել։ Միջին չի մնա ցավոք սրտի, պետք է փորձել յոնջա չդառնալ։ Շնորհակալություն հետաքրքիր զրույցի համար, այսքանը հարգելի հեռուստատողներ, մեր հյուրն էր Սամվել Մարտիրոսյանը։